Builder pattern, որտեղից սկսեմ, մի հատ կենտրոնանամ մի վարքյան, ընդհանրապես մեր պատեռների այսպես կառույցը սսի մասերից է կազմված, փիլիսոփայությունը, եթե ասենք նայենք, այս փիլիսոփայությունն է, միտքը, հետո գալիս է UML ներկայացումը սխեմայով, հետո գալիս է կոդը, թրեմ եւ կարծա նաեւ կոդի միջանկյալ բացատրություն UML-ի հետ կապված։ Հիմա այսօր ինչպեսի մեթոդ ընտրենք, առաջինը տեսականն է թե պրակտիկա, այսինքն կոդից սկսենք UML-ից թե գաղափարից, ընտրությունը դժվարը հավի ձևի պատմությունն է հավերժ, որը չգիտեք որն առաջին առաջացել, այդպիսի դիլեմա կա, պարադոքս, գաղափար, եւ այդ գաղափարը, պարադոքս գաղափարը նաեւ դասավանդման մեջ է գտնվում։ Շատ լավ։ Փորձեմ սկսեմ մի այլ տեղից։ Հիմնականում մի վարքյան փորձենք builder pattern-ը հասկանանք ինձ ինչ է ներկայացնում։ Տեսեք builder։ Ну, մեր բառը արդեն պետք է մեզ հուշի, բառը հետևյալն է, շինարար, եթե ասենք լսել են, կառուցող, այդպիսի կոմբինացիայով կարող ենք տեսնել, փորձեմ ուղղակի գնալ, ենթադրենք որևէ շենքի, հիմա իրան կոչում են նոր շենքերի համակարգ, նորակառույց համակարգեր, այդպիսի բան կա, ցանկացած քաղաքաշինության մեջ, եւ ստեղ փորձեմ հարկեր տալ 0-ից մինչեւ ասենք ենթադրենք 15 կամ 13-ում նստենք, 13-ը Կասպարովի սիրած թիվն է, փորձենք տեսնենք շենքը ինչպես են կառուցում այս մոդելը, այսինքն վերացական, բայց կառուցողական դիզայներական մոդելից սկսեմ տանեմ builder-ը հասկանալի դարձնելու համար։ Տեսեք, ցանկացած շենք կառուցելու համար, ասենք եթե մի որևէ մենք հարկում ենք գտնվում, ասենք այս 13-րդ հարկը, այս պայմանական վերցնենք, այստեղ ասենք գտնվում է, ենթադրենք որևէ մեկը այդտեղ ստացել է իր բնակարանը։ Պայմանական որոշենք 4 սենյականոց է, մի սենյակ, 2 սենյակ, 3, 4, նաև կա խոհանոց, 5 եւ այլն։ Այդ կետերով կարող ենք շարունակել։ Ինչ է ստացվում։ Եթե ես ուզում եմ builder pattern-ը ձեզ ներկայացնեմ, builder pattern-ի ամբողջ իմաստը կախված է հետևյալը։ Ուրեմն մեկ օբյեկտի մասին է խոսքը գրում, բայց բարդ օբյեկտի մասին է խոսքը գնում, ասենք խնդիրը հավաքած է մի օբյեկտի սահմաններում, բարդությունը մի տեղ է հավաքած, մեր առումով մենք կհամարենք, որ այս մեկ օբյեկտը դա մեկ բնակարանն է։ Հիմա այս բնակարանը ունի առանձին մասեր, 1, 2, 3, 4, բացի սենյակները ունի նաև ենթադրենք խոհանոց եւ այլն, տողարան եւ այլն, ասենք 5, 6, հատի բաժիններից է կազմված։ Builder-ի ամբողջ իմաստը կայանում է հետևյալում, որ ես ուզում եմ ենթադրենք այս շենքի մեծ շենքի կառույցի ժամանակ, ես ցանկանում եմ որևէ մի հատ բնակարան կառուցել։ Builder pattern-ը ասում է, որ այս բնակարանը կառուցելու համար դու այլ հարկերում էլ կան, օրինակ 12-րդ հարկում էլի նույն ձևի, նույն բնակարանից կարելի ենթադրենք 4 սենյականոց վերցնենք էլի նույն ձևի։ Այսինքն ստացվում է, որ այս տարբեր հարկերում տարբեր ձևով են գոյություն ունեն այս բնակարանները։ Builder-ն ասում է ինչպես անենք, որպեսզի կարողանանք այս հարկում, որևէ հարկում իր մասնատված օբյեկտի կամ բնակարանի մասերը առանձնացված եւ իրարից անկախ, այսինքն builder-ի ամբողջ իմաստը կատարել շինարարություն, ավելի շուտ կատարել ենթադրենք օբյեկտի, այսպես ասած, ստեղծում, ապրանքի ստեղծում կամ product-ի ստեղծում եւ ինչ որտեղ մի հարկում, եկեք գույնս փոխեմ, ինչ որտեղ մի հարկում սկզբից կառուցենք 1-ը, հետո 4-ը, հետո ասենք 5-ը, հետո 2-ը, այսինքն սկզբից լողարանը, հետո կառուցում ենք ննջարաններից մեկը, հետո կառուցում ենք խոհանոցը եւ այլն։ Մի այլ հարկում
Ենթադրենք կատարում եմ 1-ը, 2-ը, 3, 4 ննջարաններից հետո մնացածը։ Արդյոք հնարավորություն կա պատեռնի ձևով մեզ մի օբյեկտ տեխնոլոգիայով ներկայացնել իր մասնատված մասերի ներկայացումը եւ վերջին հաշվով մենք ստանանք արդյունք։ Ես պատվիրատուն եմ, վճարել եմ եւ ուզում եմ իմ բնակարան տեղափոխվեմ։ Տեղափոխվեք, ես տեղափոխվեմ իմ բնակարանը։ Վերջին հաշվով ես կունենամ բնակարան, 4 սենյակ իր ամեն ինչով։ Մյուս պատվիրատուն էլի կարող է գալ, էլի նույնը վերջնական արդյունքում կունենա։ Builder pattern-ը ասում է, որ շինարարության նրբությունը, այսինքն շինարարին որն է հարմար ինչ կոմբինացիայով ներքին կառույցը անել, որը պատվիրատուին կամ օգտագործողին կասի, որ վճարել է բնակարանը, ասի կլիենտ է դառնում մեզ մոտ, ասենք կլիենտ տենց նայենք, կլիենտ է դառնում մեզ մոտ, ինքը մեկը դա չի էլ նկատի, բայց շինարարական տեսակետից գուցե եւ օգտակար է, այդպիսի դիզայն pattern կա, որ առաջինը մեկ օբյեկտի սահմաններում, սա մեկ օբյեկտ համարենք, մեկ օբյեկտի սահմաններում, եթե նա կառուցվածքային կատարման ինչ որ տեխնոլոգիաներ ունի, որը կարող են մասնատել եւ տարբեր ձևերով ստեղծել, այդ մեկ օբյեկտի սահմաններում մենք գուցե ունենք կոմբինացիաներ։ Տեսեք, ենթադրաբար, եկեք ինձ абստրակտ բան ասեմ, որ գույների տեսակետից արդեն պրոբլեմային է, գնանք կարմիրները։ Ուրեմն տեսեք, հնարավոր, ասենք մի հատ абստրակտ բան ասեմ եւ բիլդերը սանով абստրակցիայով այս մեխանիզմից սկսեցինք այսօր։ Ուրեմն հնարավոր է, որ շինարարական մատակարարման ժամանակ ուրեմն եկել է սանտեխնիկան։ Այդ դեպքում բիլդերը, տեսնենք ինչ կառույցա չենք իմանում, բիլդերը դա շինարարն է, այսինքն գլխավոր շինարարն է, որը որ էսա սխալ դաշեցի, բիլդերը գլխավոր շինարարն, որը կառուցում է։ Այդ տունը կառուցում, այդ սենյակի հետևից ընկած կառուցումը։ Ի՞նչն է հետաքրքիր, որ եթե տեսեք որտեղ օգուտ կլինի, եթե ես ստացել եմ ենթադրաբար, ասենք սանտեխնիկա, որ այդ մատակարարումն է եղել, ապա այս հարկում եմ ես գործանում, ես պետք է ունենամ հնարավորություն, ենթադրենք մեր հնարավորությունը ֆիքսված է, սկզբից ննջարանները, հետո սանտեխնիկան, հետո եւ այլն։ Էհա սանտեխնիկան եկել է, ես անգործ նստած եմ, քանի որ չի թույլատրվում։ Ահա բիլդերը ասում է, որ այդպիսի կոմբինացիա, այդպիսի ադապտացիա, ավելի շուտ այդպիսի ճկունություն եմ ես ուզում ձեզ տամ, որ եթե ձեզ մոտ մեկը վերջին հաշվով չմոռանանք, որ այս մարդը կստանա ճիշտ բնակարան։ Սակայն, եթե սանտեխնիկան եկել, ապա սևը վերջին գույնն է, որ ես ալելու բան չունեմ արդեն, ես կսկսեմ սանտեխնիկայից թույլատրվի ինձ նույն օբյեկտ, այսինքն այնպեսի մի հատ абստրակցիա անեմ, այսինքն մի հատ դիզայն պատեռն անեմ, որ այս դիզայն պատեռնի համար մեկը որտեղից սկսեց, կարևորը որ վերջնական արդյունքը ճիշտ լինի։ Սկսեմ սանտեխնիկայից, հետո մատակարարումը կգա, ենթադրենք մի այլ սենյակ, ասենք, չգիտեմ, միջանցք, հետո դոճարանտե խոհանոց, ասենց հերթով կկատարեմ։ Մյուս օրը, մյուս ժամանակ, այս նույն բիլդերով, նույն մարդը գուցե մատակարարումը կստանա ուրիշ ձևի եւ ենթադրենք սկսի պատշկամբից, ասես մի հատ պատշկամբ ենք ներկայացնում։ Պատշկամբից ինքը սկսի իր աշխատանքը, որտեղ պատշկամբին վերաբերվող ապակիներն ենք ստացել։ Ինչ ստացվեց։ Մեզ մոտ խնդիր առաջանում, որ մի օբյեկտի, բայց բարդ օբյեկտի սահմաններում ունենալ պատեր, որը հնարավորություն տա, կարճ ասած, մեր շինարարին, մենք բիլդեր կանվանենք իրեն, հեշտությամբ իրականացնի կորուստ չտա գուցե ժամանակային եւ ֆորմալ ձևով ինքը կհամարվի ենթադրաբար կհամարվի, որ ինքը կառուցապատողա կամ օբյեկտ ստեղծողա, կարճ վերջնական արդյունք ստացողա, builder pattern-ը ունի այդպիսի առաքելություն, որը որ մենք իր ֆիլոսոֆիան, փիլիսոփայությունը այսքանը ամենավերջում թողնենք, սակայն ինքը սկսենք այստեղից օբյեկտ ստեղծող պատեռներ, անցել ենք մենք ասենք abstract ֆաբրիկա ենք անցել, Singleton ենք անցել, օբյեկտը կապված շատ անուններ ունենք, նույնիսկ ինքը նմանություն ունի abstract factory հետ, տեսնենք դա իրանից ինչա ներկայացում, կապը վերջում կլինի այստեղ, թողնում են, այսպես ասած հավնաշուտ առաջացեց հետուն, այսինքն ամեն դեպքում տեսականը թե պրակտիկը
տեսականը բացարձակ այս անգամ թողնենք վերջում։ Հա, ուղղակի հիշացնեմ, արհեստական բանականություն GPT-ն իր մեծ տրիլիոնանոց պարամետրերով ներոնային ցանցով ուղղակի շեղվել գտել է կամ ասում է կամ ենթադրում է, որ առաջինը առաջացել է հավը։ Ինչևից է։ Դա մնաց որպես հետաքրքիր ֆակտոր եւ շարունակենք։ Որտեղից ենք սկսում։ Սկսենք հետեւյալը։ UML ունեմ, ափսոս այստեղ գրված չի, ես հետագայում այստեղ UML-ը կգրեմ, այսինքն այստեղ UML-ը պարտադիր է երևի գրել UML, ահա։ Եվ ինչ որտեղ, ահա, այսպես անցումով։ Շատ լավ, սա մեր UML-ն է։ Ինչի մասին է խոսքը գնում։ Ունեմ UML-ը։ Մենք պայմանավորել ենք design pattern-ներում այսպիսի UML, Unified Model Language, գծագիր ասեմ, մոդել ասեմ, ներկայացում ասեմ, block schema ասեմ, դժվարանում է։ Մենք արդեն մեր չափորոշիչներ ունենք այստեղ, որը իրենից ինչ է ներկայացնում, եւ փորձեմ որտեղից վերջից այստեղից սկսենք։ Product։ Տեսեք, արտադրանք դա իմ 4 սենյականոց բնակարանն։ Ես ուզում եմ 4 սենյականոց բնակարանը ձեզ ներկայացնեմ, թե ինչպես է design pattern-ը մեզ ներկայացնում։ Մենք ենթակամ արդենք այն առումով, որ մեզ ներկայացնում են template։ Եվ մենք եթե template-ով ենք շարժում, գուցե օգուտ կլինի, գուցեների մի մեծ խումբ։ Տեսեք։ Հիմա Product-ը ինչ ունի։ Մենք ուղղակի մեխանիկորեն նայում ենք, կոդին էլ կնայենք։ Այսօր այդ ձևն ենք ընտրել մաքուր պրակտիկայից թեկուս ես օգտվեցի նաև իմ գծագրից։ Շինարարություն ցույց տվեցի նախնական 4 սենյականոցի հետ կապված։ Ասեք ատրիբուտ, մենք պայմանավորվել ենք, մեզ մոտ դա data-ը իսկական OOP-ում, ասենք տվյալների տեղը, այստեղ ատրիբուտ է ասում, եւս մի անգամ operation-ը մեզ behavior-ը, function-ը, այստեղ operation-ը։ Ուրեմն ատրիբուտում կա արդեն array list։ Ատրիբուտ կա, գնանք նայենք, ուրեմն մեր product-ը պետք է ունենա ատրիբուտ։ Այդպես էլ կա, եթե ես 4 սենյականոց եմ ստեղծում, ապա գուցե այդ ստեղծման սենյակների կառույցի տվյալները կամ արդյունքները միտեղ խմբակային պահելու հնարավորություն։ Շատ հետաքրքիր է, սա ոնց որ պարտադիր է, եթե ես տարբեր հարկերում տարբեր հերթականություն իրագործելու հնարավորություն եմ ստանալու։ Եվ տարբեր հերթականությունը կորոշի իմ տերը, այսինքն builder-ը այստեղ ներկայացված, տերը director-ն է կամ director ոնց կասեք, գնանք կոդին նայենք, կոդ ուրես, նայեք, ամենավերջում է, ինչքան չեմ մոռացել։ Տեսեք, class product ունենք եւ միանգամից մենք block schema-ն ենք կարդում։ Array list, սա library-ը, collection-ը, library-ից օգտվելու, բայց composition-ը։ Ինչն է տակիր builder result, այսինքն շինարարի արդյունքը ստեղ կերևա։ Ինքը սենց հաջորդաբար կկառուցի կդնի array list-ում, կկառուցի կդնի array list-ում, եւ builder-ը վերջին հաշվով ստեղ կլինի 4 սենյակ գումարած այն մանրունքները եւ վերջնական արդյունքը ստեղ լցված կլինի իր ձևով։ Ուրեմն ինչա պետք։ Պատրաստված արդյունքներ, ոչ մի հարց, շատ լավ։ Պատրաստած արդյունքները product-ում կլինի կոմպոզիցիայով որևէ collection, այդ կունենա, շնորհակալություն ելին, որը որ aggregation կապ ունի, մենք ագրեգացիա կոմպոզիցիա խոսացել ենք, եթե որևէ մի ֆունկցիայի մեջ կապ է հաստատում որևէ մի հատ data-ի հետ, ապա ինք ագրեգացիոն կապ է կոչվում։ Բայց ագրեգացիա կոմպոզիցիա այդպիսի խառնուրդ կա, որը որ մենք երբեմն կարող ենք խառնել, ինքը կոմպոզիցիայով տեղավորել, բայց ագրեգացիայով կապնում, ասենք ֆունկցիայի միջոցով կապտվել դաշտի հետ, մենք անվանել ենք ագրեգացիա։ Եթե ֆունկցիայի միջոցով չի կոնստրուկտորով է կամ ինքը հենց նյուն մնում է առանց որևէ բանի, դա մենք համարել ենք կոմպոզիցիա։ Ուղղակի հիշեցում։ Ինչ ստացվեց։ Ստացվեց, որ մենք ունենք որ շինարարը իրավունք ունի կապի միջոցով, այսինքն ինչ որ ձևով add անել, ավելացնել, այսինքն իր մեջ add ունի, եւ add-ը ինչ որ ձևով երևի կունենա։ Տեսեք, array list-ը իր add-ը ունի։ Դրա համար նու համընկել անունները, բայց ոչինչ, այս add-ը ոչ մի կապ չունի այս add-ի հետ։ Ուղղակի sense փոքր թերություններ ա լինում։ Եթե ասենք պրոֆեսիոնալ ենք, նոր ենք հասկանում ինչա։ Եվ ավելին մեր product-ը ունի նաև show։ Ասեմ, հետագայում ասեմ, for each-ով ամբողջ դետալները ցույց է տալիս։ Show-ն դա
Հետագայում կասեք, դա այն մարդը, որը վճարել է բնակարանի համար, կլիենտն է, տերն է, ուզում է կա ապրի։ Չնա ինչ ունի, ահա մեր պրոդուկտը կունենա, որ աշխատանքները կուտակել, վերջացներ, ռեյլիստում եւ ֆարսա կունենա շոու, որ ցուցադրի եւ ինքը կլինի էլի ագրեգացիոն կա, որտեվ շոուն ֆունկցիա է եւ ինքը թույլ է տալիս այս parts-ից օգտվել եւ ներկայացնել ինչ որ մեկից, ասինքն դաշտից օգտվել։ Եթե դաշտից չօգտվել, link կդառնար։ Մեթոդա, որը օգտվում է եւ ինչ որտեղ մեր սահմանումներ եկեք մենք պահենք, մեր սահմանումները դա մերը կլինի իր կառույցով։ Շատ լավ։ Մենք մի հատ, այսպես ասած, դետալ կամ մի մաս վերջացրեցինք կամ խոսացինք։ Այս մասը մենք քննարկեցինք, product կա։ Հիմա մյուս մասը եկեք քննարկենք, ջնջվեք դուք, եթե դժվար չի։ Գույները տարբեր են լինում։ Այս մասը abstraction-ով գնանք։ Այս մասը միասնական է։ Մենք object-oriented design pattern-ներում անպայման ունենք մի տեխնոլոգիա, որը կոչվում է բազային ցուցիչով, ինչ որտեղ կոնտրակտ եթե պարտադիր է լինում, եթե մեն չէ, բազային ցուցիչով աշխատացնել ենթադրենք ժառանգին։ Այս մեխանիզմը նաև այստեղ կա, ինչ է բոլորներով։ Եվ պայմանավորվենք, նու սա ժառանգության կապն է, կարևոր չի, մեզ մոտ builder-ը դա շինարարն է, որը պետք է կառուցի այդ բնակարանը։ 4 սենյակա եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ բնակարան կառուցողի անունը դնենք builder, բայց սա միասնական է, իսկական builder-ը ներքևն է։ Եղեղջը որ գործ է անում ֆիզիկապես։ Իրա հարաբերությունը այլ աշխարհի հետ abstraction է, բանում չկա, կյանքում բազային ցուցիչով երեխուն դիմելը կյանքում գոյություն չունի, այսինքն մեր շինարարները այս երկուսը միասնական է նայվում, այսա նայվում է միասնական։ Սա builder-ն է։ Մեր տեխնոլոգիայով ասենք որ բազային ցուցիչի տեխնոլոգիան է մեզ մոտ օգտագործվում եւ ասում է builder-ը abstract class-ը ունի պայմանագրային մաս, որը որ ստիպում է builder-ը ինչ կանի, այսինքն builder-ը շինարարը պարտադիր պետքա կատարի այն ինչ որ նախագծում կա, այն ինչ որ իրան հրամայված է։ Նու հրամայողը հեսա ստեղ նստած է։ Ես էլ ես եմ, դուք եք, կլիենտն եք, մենք բնակարան ուզող ենք և չենք էլ հետաքրքրում դուք ինչ հերթականությամբ, ինչ դժվարությամբ դա լուծեցիք։ Ինչ ստացվեց, կա պայման, ներողություն, պայմանագիր, abstract տեխնոլոգիայով, որը ով որ ժառանգել, այստեղ մեզ մոտ մի օբյեկտ է, մի շինարարը, մի builder-ի մասին է խոսքը, այս շենքի մասին է ենթադրենք խոսքը, ինքը անպայման operation-ները override-ի է։ Շատ լավ, ոնց որ այս մասն էլ վերջացրեցինք։ Այլ գույնով անցնենք մյուս մասին, ջնջոցով, ջնջել, տեսեք, այլ գույնով հետևյալն է, իսկ սա ով է, և ինքը սենց լակով կապված է, լինքա, ագրեգացիա, կամպազիցիա, ու ժառանգականություն չի, որտեղ ժառանգականությունը սա էր, վերև է։ Շատ լավ, ուրեմն մենք ունենք product, այսինքն շինարարը պետք է արդյունք ստանա, որը մի քիչ առաջ քննարկեցինք ոնց է, մենք լավ սխեման ենք ասում, մենք մեխանիկական մաս ենք խոսում։ Վերջում գուցե կհավաքենք դիլեման տեսականի հետ, ինչ կարող է բան ստացի, կարող է դժվարություններ լինի, դիզայն պատերը այդքան հեշտ չի ներկայացնելու, տեսեք, product-ը ինքը մտնվում է attribute մասում, որ մեզ մոտ դա գտնվում է data մասում և գնանք տեսնենք այդ կառույցը ինչպես է աշխատում, ինչ ենք անում, իջնում ենք ներքև։ Builder համարեցինք abstraction կա, խնդրեմ, կարմիրարի, ունի պայմանագրային մաս, ինչ ասում, build ամաս, խոհանոց, build այս մասը, ենթադրեք պատշկան, build այս մասը, սենյակ 1, սենյակ 2, սենյակ 3 և այլն։ Եվ builder-ին ստիպվում է նաև պայմանագրային մտցնել ռեզուլտատ ստանալ, result-ը դա ամեն դեպքում կլիենտն է օգտվելու։ Այսինքն result-ով մենք կկապնվենք արդեն պատրաստի դեպքում, իսկ պատրաստվելու այս եղյակում, բայց այս 4-ն էլ abstraction-ի մեջ է, այսինքն պայմանագրային տեխնոլոգիայի մեջ է գտնվում։ Հիմա, ոնց որ մենք սենց abstraction ենք արել, մեր ամբողջ իմաստը բազային ցուցիչ աշխատացնելա, չգիտեք ինչու է մոտ, կպել է մեզ ոտերի, չի հեռանում մեզանից, բայց օգտակար է բանից սպասում է, որտեվ գտնվում է համակարգիչը ամեն դեպքում տեխնիկական back-end ունի, և RAM-ի հասցեներով աշխատում, ստեկով աշխատում, հիփով աշխատում,
կապվածության լիքը ձևեր ունի, եւ հնարավոր է մեխանիզմը իսկապես նույնիսկ ինչ-որ տեղ շատ չգիտակցելով իրանից օգտվել։ Գնանք ներքև։ Ինչ ունի ինքը։ Այս կոնկրետ բիլդերը է խեղճ բանվորն է, կամ այն շինարարի այն մյուս ընկերներն են, որը տքնաջան աշխատում է։ Պարզա պայմանագիր է վերցրել builder abstract-ցայից մեկը, builder-ը սա է։ Ուղղակի բազային ցուցիչով աշխատում, որ կապը լինի շատ հետաքրքիր։ Composition-ը մաքուր, որտեղ նյուն նստած է եւ առավել եւս։ Ուրեմն նյուն նստած է, արդեն ինքը կոմպոզիցիա է լինում։ Պարզա այս builder-ով էլի ագրեգացիոն կապեր են սրանք, բայց կոմպոզիցիա ագրեգացիա այս պատերնում խառնված է, նույնիսկ գրականություններում խառնում են այդ անուն։ Ոչինչ, սպես դուալիզմը եկեք պահենք։ Ուրեմն այս product-ը add կան, այսինքն ֆունկցիա կաշխատացնի part 1, այսինքն մենք գուցե product-ում add ունենք, այո, մի քիչ այնտեղ մենք տեսանք, որ հաստատ add ունենք, մի քիչ առաջ ենք քննարկել, add հաստատ ունենք։ Այս product-ը հաստատ add ունի։ Նշանակում մենք իր add-ից կանենք եւ խոհանոցը կստեղծենք, իջանցքը կստեղծենք, պատշգամբը կստեղծենք, նույնիսկ կնայենք, կա սենյակներն է սկսենք, ես չեմ ասում իր սենյակը ընդհանրապես։ Եթանք մի 10 մասեր կան, որոնք մեզ պետք է աշխատացնենք։ Ահա մեր builder-ի առաքելությունը վերջացրեցինք, ամփոփում համարյա չի պահանջում, կրկնությունը գիտության մայրն է, սիրում է պահանջել, ես ունեմ անպայման composition դաշտ եւ կետ գծերով է նշված սխեմայում, բայց եկեք իրան շատ չարհամարենք, որովհետեւ տարբեր են լինում բաները, ներկայացումները, մոդելները։ Ահա այս կետ գծով ցույց է տալիս ագրեգացիոն կոմպոզիցիոն կապը, ամեն դեպքում link չէ ինքը։ Այսի կապ կա, ուրեմն մենք ոնցոր ինչպես տեսանք, վերջացեցինք builder-ը, սա մեր իսկական կառուցողն է, արդյունքը product-ն է, այս արդյունքն է, product-ն է, չմոռանանք, այս արդյունքն է, սենյակն է, բնակարանն է ներողություն, սենյակները առանձին էին, եթե բնակարանում սենյակների կառուցիչներ խաղալու ստրատեգի պատերնի նման է, չէ, template պատերնի նման է, ավելի ստրատեգի երևի, մեր մեթոդներին է վերաբերվում, ապա դժվար թե այս պատերնի իմաստն է, բայց բանից սպասում է շինարարության մեջ սա կա, որովհետև ապրանքները տարբեր հաճախականության տարբեր տեղերից էին գալիս եւ դա բերված է ծրագրավորում, ասել եմ դիզայն պատերները, դրանք Ալեքսանդրի գրքից թե որտեղից գոֆը վերցրել է, բայց շինարարությունից է վերցրել այդ պատճենները, այդ նմանատիպությունները եւ փորձել իր 23 պատերները գոնե գոֆը ներկայացրել։ Շատ լավ, սա ստացվեց, սա շինարարն է, որը արդյունք պետք է ստանա, այս բոլորը պետք է ավտոմատացնել, այս բոլորը պետք է սարքել, որ հարկերից կախված չլինի մեր ով լինել, ասինքն մենք ուզում ենք builder տեխնոլոգիա մտցնենք, սա դեռ builder չի, սա մասնակի ստացվեց մաս, չնջվեք։ Գնանք առաջ, ոնց որ ամեն ինչ լավ է։ Հաջորդը director։ Ճիշտ ասած, եթե հայերեն ասենք, ճակերտավոր պրարավն է։ Այս ժարգոնով ասեմ, բայց իսկապես պրարավ չգիտեմ հայերեն ոնց է։ Director-ը կոչվում, director-ն է կոչվում, եւ director-ը ճիշտ այնտեղ նշված չի ատրիբուտ, բայց ես ձեզ ասեմ ինքը ատրիբուտով էլ է լինում առանց ատրիբուտ էլ։ Այսինքն կոմպոզիցիա կարա լինի, կարա չլինի, որոշ տեղերում հանում են, որոշ տեղերում դնում, բայց ունի ռոմբիկ, մեկը մեկի ասոցիացիա, կարևոր չի, ռոմբիկով կապ, կոմպոզիցիա ագրեգացիոն կապի, ագրեգացիանը, սա իսկական պիտի ագրեգացիա, այս ռոմբիկ ագրեգացիայի նշան է, որ ես հաստատ կապ եմ հաստատում ֆունկցիայի միջոցով եւ նյու չունեմ ինձ մոտ, այսինքն իմ դաշտում նյու հաստատ չկա, այս մեկը կար նյու, այս մեկը կար նյու, այս չկա, դրա համար ինքը ֆիքսեց ագրեգացիոն տեխնոլոգիա, պայմանավորվել ենք C#-ը կարող եք թերթել նաև, շատ լավ, ինքը ունի ագրեգացիոն կապ բազային ցուցիչի հետ, որը կգնա կոնկրետ builder-ի վրա կլի բազային ցուցիչով override-ին դիմելը դա, ուղղակի վիրտուալիզացիայի շատ լավ հետաքրքիր абստրակցիայի ձև է, որ բարձր կապի մեջ է գտնվում ագրեգացիոն կոմպոզիցիոն ձևով։ Ջնջումից լավ գծագիր չկա։ Շատ լավ, ինքը ունի նաև մի հատ construct, սա կոնստրուկտոր բառի հետ բացարձակ կապ չունի, կարմիր, կոնստրուկտոր բառի հետ կապ չունի, բայց ինքը ստանում է builder-ի բազային ցուցիչը, որը արդեն նյույով ստացված պետք է լինի, product պետք է լինի, այսինքն կապի միջոցով բազային ցուցիչը product-ի հետ։
Այսինքն այս դիրեկտորը սրտ արդեն կապնվելու է հանգիստ, որտեվ սա սրանով է կապված, ստեղ է գալիս ոնց որ պրարաբը ինչ է անում, եկեք սենց արդեն փիլիսոփայություն ասենք։ Պրարաբը, դիրեկտորը ստեղծված է, հրամաններ տա, սխեմա տա բիլդերին, թե ինչ պետք է անել։ Առավել եւս, հա հենց այս դիրեկտորը կորոշի, դիրեկտորն է տանջվում, մատակարարումը դիրեկտորն է ստանում, պրարաբն է մատակարարում ստանում, սանտեխնիկան է եղել, դիրեկտորն է իմանում դրա մասին։ Քեզ բիլդերը, բանվորը կամ շինարարը բացարձակ տեղյակ չի, թեկուզ պատերնի անունը բիլդերը։ Բայց այդտեղ ահավոր պատասխանատուն հենց դիրեկտորն է, դայրեկտոր։ Այս է։ Ինքը այսօր տեսավ, որ ենթադրենք մատակարարումը եկավ օբյեկտի այս սենյակը, օբյեկտի այս փարթը, մեկ օբյեկտ է իր փարթերով։ Ուրեմն փարթ ֆունկցիոնալ տեսակետից նույնիսկ ստացվեց, որ դայրեկտորը կարա որոշի այս հարկը կամ այսօր ինչպես է կատարում բիլդերը։ Ինքը այդ կազմը կորոշի։ Այսպես դայրեկտորը կամ պրարաբը կորոշի ինչ անել եւ ինչ հերթականությամբ անել։ Շատ լավ։ Նու ինչ անելը արդեն իրանից կախված չի, որտեղ ինչ անելը ֆիքսել ենք։ Build part 1 2 3 այդտեղ շինարարը գիտի, որ խոհանոց անելու եւ հաստատ բար չի սարքելու, հաստատ ասենք պենթհաուսյան, ասենք եթե լողարազավազան չի սարքելու, լավ։ Ինքը այս մանրունքը գա, բայց պրարաբը ունի ճկունություն արտադրանքը լավ լինելու հերթականության մատակարարման տեսակետից է, մենք մեր абստրակցիա այսօր որոշեցինք, մատակարարման տեսակետից էս հարկում նայած ինչն է եկել։ Այս ճկունությունը ինքը իրավունք ունի այսենց հասնել product-ին։ Ուրեմն բիլդերի ամբողջ իմաստը պրարաբի լինելությունն է կամ դիրեկտորի լինելությունն, որը մեզ թույլ կտա ճկուն ձևով սահմանումանը ենթակալին եւ բիլդեր ստանալ։ Այսինքն մի հատ հետաքրքիր գծային է գնում սենց, բայց ինքը գծային չի, ինքը իսկապես դժվարային է, որովհետեւ կապեր ունի կոմպոզիցիոն, ագրեգացիոն, ժառանգական կապերի մեջ։ Ինչևիցե ատրիբուտ ստեղ չի նշված, բայց պետք է ունենա constructor, այս constructor հրաման է տալ դե կառուցեք, կարող այդ օրը գա պրարաբը եւ ասի չի թույլատրվում կառուցել։ Ինչու՞։ Ենթադրենք սեյսմիկ վտանգ կա, քամիների վտանգ կա, դուք պատշգամբ եք ստեղծում, որտեղ պետքա ժամանակավոր բան դնեք, որը քամին կտանի։ Դայրեկտորն է որոշում, որ այսօր չենք անում այս ինչ բանը։ Հա իր մոտ այդ հերթականությունը ասում պատշգամբ չենք անում։ 4-րդ հարկում մենք անում ենք սկզբից ենթադրենք խոհանոցը։ Լավ էկրանը որոնց շինարար մարդիկ ենք։ Բնակարան բոլորն են ստանում ունենում ծրագրավորողները, առավել եւս մանավանդ իրենք ինչ որտեղ նաեւ հարուստիկներ են առումով, որ իրավունք են ստանում աշխատավարձով ստանալ բնակարաններ, ուրախ ենք, փոքր շփում կա ծրագրավորման էլեմենտի հետ եւ գնանք առաջ։ Այդ գնանք առաջ որը գնանք ներքև։ Տեսնեմ Ուրես բիլդեր, վերև են գալ, դայրեկտոր, բարև դայրեկտոր, ոնց ես, տեսնենք ինքը ինչ դետալներն են, նու վերևը ասեցինք, որ գծագրում սա չկար, բայց ցանկալի է մանանդ գոֆում նշվում է այս ռոմբիկ նշանում aggregation կապ, ահա նյուն չկա, եւ կրկնում ենք OOP դասերն էլի, նյուն չկա, ուրեմն ագրեգացիա է, բայց հիշեք, նյուն չկա, բայց եթե կոնստրուկտորով է գրած, դառնում է կոմպոզիցիա։ Դրա համար ասենք այստեղ ինքը նախնական ագրեգացիա ռոմբիկը, բայց այստեղ օրով է նշած, սա իմ մոտեցումն է, տարբեր գրականություններ տարբեր ձևով են ներկայացնում։ Մենք մերը ստեղծել ենք, եթե դուք հետևեք բոլոր դասերին։ Ագրեգացիա է սկզբից, բայց ինքը քանի որ կոնստրուկտորում է մաքուր, նյուն ստանում է կլիենտից առաջին, այսինքն ինչ որ տեղից նյունը ամեն դեպքում ստանում է։ Ինքը կոմպոզիցիա է մեկը ուշ թե շուտ վերածում, ցանկացած դեպքում ցանկացած ագրեգացիա կոմպոզիցիա է վերածում, որտեղ ինքը նյու պետք է ստանա մի օր թե չէ։ Որտեղ օթում չենք խոսում, օթում խնում, օթում եւ այլն, բուժբում, օթում եւ օթում չի։ Ռեֆերենսը օթա, այսինքն վերացական։ Ադրես, բազային ցուցիչի ադրես։ Շատ լավ։ Չնջենք, չօգնացնենք մենք մեզ։ Ուրեմն դետալները ոնց որ հասկացանք, այն նշվածում կոմպոզիցիա ագրեգացիան կապը կա, կոնստրուկտոր կա, այս ընկերոջը հաստատ գալիս է, ուրեմն կոմպոզիցիայի դաշտի մեջ ագրեգացիայից հետո եւ բացարձակ անկախ, բացարձակ ֆունկցիա, որը կոնստրուկտոր բառի հետ կապ չունի, անունը գեղեցիկ է, օբյեկտի կառուցումը հրամայվում է դայրեկտորի կողմից։ Այսինքն, եթե դիրեկտորը օբյեկտ ստեղծի, օբյեկտի ստեղծման ժամանակ այս կապի միջոցները կլինեն
Շատ ուրախ ենք, որ իրանք կհայտնվեն կամ կլինեն, այս կապի միջոցները կլինեն, ջնջենք, բայց կոնստրուկտը ինչ է անում։ Ահա այս են հերթականությունն է, վայ կոնստրուկտոր չի, օբյեկտի կառուցման համար իր մեջ թղթում գրված է հարգելի builder, հարգելի շինարար, որը դու ապրանք պետք է ստեղծես, product-ը ստեղ չկա, տեսեք, no product, չկա, ապրանք չկա, բնակարանը ստեղ չի երևում, բայց ունի հետևյալը, ունի, որ ես կոնստրուկտում վերջապես բազային ցուցիչ builder-ով ես կարող եմ դիմել product-ի, ինքը բռնացրել է product-ին, մեր գծագրում, տեսեք ինչ սիրուն է ստացվում, մեր գծագրում բռնացրել է, այս director-ը, այս է, այս կանաչներով, ինքը այս բազային ցուցիչով ստեղ դոստուպ է տալիս, բայց հերթականությունը որոշում է ինքը, եւ այլն, այսինքն մենք ոնց որ կարողացանք ինչ որ ամեն մեկին իր բաժինը տանք պարտականությունների, աշխատանքային պարտականություններ։ Լավ, գնանք առաջ։ Գնանք ներքև։ Ջնջոցները կան, ոնց որ որոշեցինք ինչ հերթականությամբ, ասում է կառուցել ան, հետո բեն, հետո C խոհանոց, հետո լողարան, հետո պատշգամբ, քամիներից հեռու եւ վերջինը ծրագիրը։ Վերևը մեկ պայմանավորվել է, եթե պրոգրամա եւ կլիենտ բլոկ չկա, ապա դիզայն pattern-ը համարում է, որ դուք main-ից կամ այլ տեղից եթե իրեն դիմում եք, դա դառնում է կլիենտ։ Դրա համար ես իրան նույնիսկ ավելացրել եմ իմ ցուցակում կամ իմ բացատրություններում։ Այստեղ կարա լինի, ասենք, ատրիբուտներ, կարա չլիներ, օրինակ մեզ մոտ ֆունկցիոնալ չկա, կարա պրոգրամում դա լինի ատրիբուտները, այսինքն data mass եւ այլն, այստեղ առաջնային չի, այստեղ բեյնի արկայությունն է։ Շատ լավ, ինչ անում այստեղ։ Պետք է այս անպայման միայն director-ը, այսինքն կլիենտն էլ է կապնվում director-ի հետ եւ parse-ը, որ ինչ անում շինարարը մեզ մոտ top level-ով է գրված, top level-ում նշած է, որ ես կստանամ կարևորներից սկսենք վերջից։ Director օբյեկտով construct եմ անում, construct-ը director, այսինքն կլիենտը director-ի միջոցով, prorab-ի միջոցով, այսինքն կլիենտից մենք main-ից աշխատացնում ենք մի հատ director-ին, մի հատ էլ կլիենտը կարող է ստանալ արդյունքը, մի հատ էլ կլիենտը կարող է փորձել։ Այսինքն get result-ը կլիենտի համար է, ուրեմն director construct-ը շինարարության համար։ Այս երկու դուալիզմ չի, բայց երկու բաղկացուցիչները մեզ կօգնեն հասկանալ, որ մանրամասնենք բազային ցուցիչ երեխա, արդեն մեր ձեռքին է, կարճ ասած, երեխայի օբյեկտի հասանելիությունը, director-ը պարամետրով, որտեղ ընտեղ մենք ունենք կոմպոզիցիոն տեխնոլոգիա, պարամետրով ստեղծում է director-ի արդեն օբյեկտ, եւ director-ը օբյեկտը ունի, շինարարության օբյեկտները ձեռքի տակ են, մնում է construct անել, իսկ construct-ում հաստատ կլինի մի բան, ինչ հերթականություն, ահա մի սենյակում, այս հերթականություն կլինի դիզայն pattern-ի մյուս սենյակը, որը ուրիշ հարկում է, մենք հարկը փոխելով կարող ենք դա կատարել, ասում, կլիենտը մի հատ construct-ը անում, մի հատ էլ ասում է կլիենտ մասը հենց պատվիրատուին, այսինքն, էլի կլիենտ է կոչվում, բայց պատվիրատուն բնակարանի տերը բացարձակ տեղյակ չի ոնց կառուցեցին, ինչ քամիներ եղան, ինչ ջրհեղեղներ եղան, վերջին հաշվով ինքը իր result-ը ստանում, ասենք builder-ի ամբողջ իմաստը մի օբյեկտի մեջ ներառել բարդության combination-ներ, եւ այդ բարդության combination-ը պետք է effect տա, օգտակար լինի ժամանակի տեսակետից, RAM-ի տեսակետից, իրականացման տեսակետից, վտանգի տեսակետից եւ այլն։ Ոնց որ ամեն ինչ ասված է։ Այստեղ նույնիսկ կարող ենք ծագիրը ինչ որտեղ ճնջել եւ վերջացրել ենք, մեր pattern-ը իր դետալների հետ։ Դեռ վերջը չենք հասել։ Փիլիսոփայությանը դեռ չեմ հասել, սակայն փիլիսոփայությունը վերջում։ Սակայն մի հատ էլ կապենք, մենք ծրագիրը կաշխատացնենք։ Ծրագիրը աշխատացնելու համար նույնիսկ մեզ թույլ կտանք ծրագիրը copy paste անել։ Եկեք իրան աշխատացնենք, բայց հանկարծ չմտածեք, որ այստեղ runtime ինչ որ բանա ներկայացնում, բացարձակ չէ։ Այնքան որ կոդը ճիշտ է։ Սա մենք կվերահաստատենք։ Սա գծագիրներս չի մտե copy paste։
Ինչ է ստացվում։ Դու ասենք քանի որ մենք ծրագիրը համարյա ամբողջությամբ տեսել ենք, տեսեք, խոհանոց ստեղծեց, պատշգամբ ստեղծեց, նջարան ստեղծեց եւ այլն, ինչքան կա ABCD։ Այդ կառույցը մենք ունեցանք։ Մենք չմոռանանք, որ այսին builder-ում product-ից բաց էս մասերն են եւ ասա product result են ամբողջ կոդը ասել ենք։ Կրկնությունը գիտության մահն է, ինչ նշանակում դա։ Կրկնենք եւս մի անգամ, բայց ոնց որ արդեն ամեն ինչ ասված է, ուղղակի կոչվում է անդամներ, այսինքն կլասների բացատրություններ։ Կարող է ինչ-որ մի բան լինի, որ մեզ պետք է, բայց չեմ կարծում։ Product-ը արտադրանքն է, բարդ կոնստրուկցիայով օբյեկտի արտադրանք, այսինքն բարդ կոնստրուկցիա, իսկապես է խոհանոց, լնջարան իսկ տարբեր են, որը պարունակում է խումբ մեթոդներ, որը այդ ABCD-ներ, որի միջոցով մասերից հավաքում է վերջնական արդյունք, բայց հավաքման տեխնոլոգիան ինչ հերթականության որոշում է prorab director-ը։ Հետաքրքիր է, դա դեն անցանք, class aggregation կապի մեջ է, ոչ մի հարց, NL collection-ի հետ։ Ուղղակի կրկնում եմ, նո builder-ը դա abstract շինարարն է, որը պայմանագրային ծրագրավորման մասին է խոսքը, ուղղակի ոչ մի ավել, ոչի բան, պայմանագիր է, abstraction-ը override-ներ է պահանջում, վերջ, պարտավորես, կատարես, եթե պայմանագրային չլներ, director-ը սխեման կտա, շինարարը չէր անի, պրոբլեմ կա, դրամատ պայմանագրերը եւս մի անգամ տերմին է, որը պարտադրում է, կոնկրետ builder-ը ինչ կարա ուներ, դες խեղճը տանջանքով եւ այլն, տակացած եւ այլն, ջրային հովացումներով եւ այլն, սառը ջրով, սառույցներով կառուցում է ըստ մասերի, շատ լավ է գրած։ Եվ օգտվելով պարզ արտադրանքի կոմպոզիցիայի տեխնոլոգիայից, որ արդեն կրկնենք, բազային ցուցիչով, նա դիմում է բազային ցուցիչով։ Ինչևից է, ըստ մասերի, որը որ ներկայացում է, ենթադրենք շինարարի ղեկավարի միջոցով։ Դայրեկտորը, դե այդ արդեն տերերից տերն, ամենտեղ դիրեկտոր կա, prorab գրված է ճակերտերով, որ հասկանալի լինի, օգտվելով builder-ի բազային հղիչից որպես ինտերֆեյսի կապ շատ լավ բան է, շատ կարևոր, տեսեք, եւս ամփոփում է գնում OOP։ Տեսեք, ինտերֆեյսը դա կապի միջոց է, բազային ցուցիչը ապրանքի հետ, բազային ցուցիչը ինտերֆեյս է։ Մենք OOP ինտերֆեյս տեխնոլոգիան եւս շատ անգամ ասել ենք, բաց է ինտերֆեյսը, փակա կոդը։ Ինտերֆեյսին տալիս ենք պրոֆեսիոնալներին ծրագրային մասը, ինտերֆեյսը իսկ կոդային մասը կամ ներքին backend-ը տալիս ենք ավելի սկսնակներին, ոչ թե բոլորը թող պրոֆեսիոնալ լինեն, պատասխանատուն ինտերֆեյսի մեջ է։ Այսպիսով օգտվելով builder-ը դարձավ ինտերֆեյսը, OOP տերմինը, իսկապես ինտերֆեյս դարձավ, կապի միջոց։ Շատ լավ։ Ագրեգացիոն կոմպոզիցիոն կապը եւս մի անգամ նշվեց, այդտեղ իսկապես ոչ թե վիճահարույց է, տեխնոլոգիական հետաքրքիր է։ Սա կարելի ասել եւ կամ, որ դուք ստատյաներ եք կարդում, գրվում է եւ կամ, որովհետեւ եւն էլ է սազում, կամն էլ է սազում։ Հիմա այստեղ ագրեգացիա կոմպոզիցիա մենք հասնում ենք նրան, որ եւ կամի տեխնոլոգիան է, եւ տեխնոլոգիան օգտագործում, եւ վերջինը կլիենտ պրոգրաման ասա մեր, կլիենտը չկա դիզայն պատերնում, մենք արդեն main-ը համարենք կլիենտ, բայց հիշենք, կլիենտում է ստեղծում ամեն ինչը, պատվիրող եւ արտադրանքից օգտվող, կհամարվի արտադրանքից օգտվող եւ պատվիրող, այսինքն դայրեկտորին պատվիրում է, ես ուզում եմ տուն եւ օգտվելը գնում է նայում է, կա թե բանալին ստանում է եւ գնում բնակվում անդե։ Շատ ուրախ ենք։ Ասա եւ տեխնոլոգիական այսպիսի լուծում։ Դեռ փիլիսոփայությանը չեմ հասել։ Մի վար ձայնի փոքր ուղում ենք անում, որ երբեմն կտրվում է։ Փոքր այսպիսի անցում։ Փիլիսոփայությունը դեռ չկա, ինչ լավ է, սակայն ուզում եմ այստեղ ես արտադրանքը աշխատեցի, աշխատեց մեզ մոտ ծրագիրը, տեսեք, եկեք մի հատ փոքր կապ հաստատենք, էլի, մեր անցյալի հետ, մենք abstract factory ենք ասել, factory մեթոդ ենք անցել, օբյեկտ ստեղծող են, ինչպես նաև ասենք, prototype-ը, singleton-ը եւ այլն, տեսեք, իրանք հարևանություն են անում մանավանդ abstract factory հետ, abstract factory-ն իրանց ինչ է ներկայացնում, մի քանի ցանցային կապվածության բարդ օբյեկտներ, մի քանի միասնական խումբ, այստեղ օբյեկտներ կա, բայց մի օբյեկտի կյանքից է գնում, builder օբյեկտն է, վերջ, միասնական բարդ համակարգից ինքը ստանում էր product, կարելի էր, Pepsi Cola, եթե չեք մոռացել, տարբեր օբյեկտներ են, տեսեք այստեղ մենք այդպիսի բան անցել ենք, որը որ ներկայացրել եմ ձեզ ժամանակին, տեսեք,
Լրիվ Coca-Cola լրիվ ուրիշ օբյեկտ է, abstract fact է։ Pepsi Cola լրիվ ուրիշ օբյեկտ է, բայց իրենք համընկնող product-ներ ունեն եւ abstract fact-երի կոմբինացիաներ արեց, այսինքն ինչ արեց, վերցրեց որ ջուր կա, վերցրեց որ ասենք տարա կա, շիշ կա եւ այլն, վերցրեց որ ես cover տալեմ, այսինքն շիշը, ասես վերցնենք այս շիշը, որը որ այս մասներ ինտերակտեր սիրում, տեսնենք ոնց է գնում, ուրեմն այստեղ երևի այստեղ այս ինտերակտի մասը, սա ուղղակի կրկնություն է, ինչ էր անում, ինքը ասում էր, որ ես կարող եմ եւ Coca-Cola առանձին օբյեկտներ են շատ մեծ, այսինքն մասնատված մեծություն է, ֆաբրիկա է, մեզ մոտ էս մի pattern builder-ում մի հատ է, մի builder է, այստեղ տարբեր է, բայց իրանք համընկնող անցում ունեն, օրինակ եթե ես ուզում եմ, ենթադրենք, փական ավելացնել այստեղ ապա վերցնում եմ bottle-ը, այսինքն շիշը կամ տարան, որպես օբյեկտ, իր մեջ լցնում եմ water եւ իրան ավելացնում եմ փական, էլի բաներ կարող եմ էլի բաներ կարող եմ ավելացնել, օրինակ կարող եմ վերջում ավելացնել, ենթադրենք այդտեղ ֆիրմայի, ասեմ, պիտակը եւ այլ։ Դա կլինի abstract factor-ին։ Ահա այս abstract factor-ի բազմա օբյեկտայնությունը, այս բազմա օբյեկտայնությունը կամ բազմա class վերջը մի օբյեկտի մեջ հավաքելու տեխնոլոգիան եմ ես ուզում նշել եւ կարդան գրիմ ժիրմանուկի հետ։ Եթե builder pattern-ը համարենք abstract factor-ի հետ, համեմատենք, սխալ ասեցի, համեմատենք abstract factor-ի հետ, չերքան շատ գրու, ապա կարելի նշել որ abstract factor-ի նախատեսված է միմյանց հետ կապված օբյեկտների բարդ օբյեկտների, բարձը չեմ գրել, որսի շատ երկար չնի։ Օբյեկտների խումբ ստանալու համար, իսկ builder-ը մեկ բարդ օբյեկտ ստացվեց, որ եթե ես ջնջեմ եւ դեղինացնեմ, կանաչացնեմ, ապա մեկ բարդ օբյեկտ եւ օբյեկտերի խումբ ատելի միասնական բարդություն են տալիս։ Մեկ բարդ այդպիսի հետաքրքիր զուգահեռություն գնաց։ Մեկը իրենք արտադրանք են ստանում, իրենք շշալցում են անում, իրանք Coca-Cola-ն արտադրում, մենք ունենք նաեւ Audi եւ Car եւ ենթադրենք այնտեղ BMW, Jeep-եր, չեմ հիշում ինչ էր, նրանց տարբեր մասերի համակցությունը ինտերակտերանում, որպեսզի կապը լինի։ Եվ վերջինը, ամենավերջինը։ Մենք վերջացրել ենք դասը, սակայն մենք կարող ենք մտնել այդ վերևի մասը եւ փորձել կարդալ գրիմ ժիրմանու փիլիսոփայությունը։ Մենք հիմա փորձենք փիլիսոփայությունը կարդալ։ Գնանք առաջ։ Պայմանավորվեցինք, արդեն կոդը բացատրված է, կապերը հաստատված է ուրիշ pattern-ի հետ։ Համեմատացա ինքը օբյեկտ ստեղծող pattern-ից է, որի ամենահեշտը դա singleton էր։ Առանձնացնում է բարդ օբյեկտի կառուցումը, սա գոֆից է վերցրած։ Շատ դժվար է էությունը կարդալուց հետո բան հասկանալ։ Չի հասկացվում։ Հուսով եմ դուք էլ չեք ընկալի այս տարբերակում։ Ուրեմն ստացվում է, որ բարդ օբյեկտ է ստացում կառուցումը ներկայացումից, այսինքն կառուցումը վերջնական արդյունքը տուն բնակարան ավելի շուտ։ Տուներ կանի, առանձնատուներ կանի, փայտից են սարքում, սկզբից ասենք նկուղն է սարքում, հետո առաջի հարկը նոր ենթադրենք տանիքն ես դնում։ Եթե տեղերը փոխես, շինարարը եթե սկզբից տանիքը դնի, հետո նա սկզբից նկուղ անի, բայց քանդվի, կարծես չկարա վերջի հարկից սկսես։ Դա պրարաբը որոշի, ասենք շինարարի համար մեկը։ Իրան ասում են տանիք ստեղծի, պոլի վրա, հողի վրա տանիք ստեղծի, հետո ինչ։ Այսինքն մենք այդպիսի հնարավորություն վտանգներ ունենք։ Օբյեկտի կառուցումը իր ներկայացումից, այսինքն առանձնացնում է կառուցման ABC կառուցման սենյակները, ներկայացումը այդտեղ լավ չի գրած, գիտեք, թարգմանաբար եմ բերել, լավ չի։ Ներկայացումը ոչ թե view-ն է, այդտեղ պետք է անպայման միջամտում լինի դասախոսի կողմից, այլ չէ, չէ գրած, չէ գրածա կուղեմ, թե ինչ հետականությամբ է կատարվել, այսինքն ներկայացումից է, ինչ հետականությամբ կատարումը պետք է կառույցից հանել, որ կլիենտը գա մենա կառույցը տեսնի, պրարաբը եւ շինարարը հետականությունը ճկունորեն օգտագործել, ասեն ներկայացում բառը որևէ տեղ որ տեսնեք, սա ճիշտ չի, բայց հայերեն չկար համակարգը, ես այս թեյով հազիվ կարող եմ հետականությունը հասկացնել, շատ լավ, այնպես որ նույնանման կառույցները առաջի հարկի 4 սենյակ, երկրորդ հարկի 4 սենյակ, ունեն միմյանցից տարբերվող կառուցման տարբերակներ։ Կառուցման տարբերակը ոչ թե մեջի կառույցի ստացումն է, ոչ,
Սկզբից խոհանոց, հետո բանը, ինչա կոչվում, պատշգամբ եւ այլն, պատշգամբը կարող է նաեւ տանիք ունենալ, որը քամին կտաներ այսօր մենք չենք անի եւ այլն։ Ահա այդպեսի շատ սիրուն անցում։ Եթե սա լուսա գոֆի բացատրություն է, բայց տեղերի բացատրություն կա, չեմ հիշում, ուղղակի նայելա պետք, որպեսզի բավարար հետաքրքիր լինի։ Այս այդ տեսական խոսենք, ամփոփում ենք եւ դրանով վերջացնենք։ Այն օգնում է ըստ մասնացված քայլերի ABCD իրականացնել բարդ օբյեկտ արտադրանք մի օբյեկտի մասին, որի դեպքում կլիենտին չի պարտադրվում կամ հետաքրքիր չի, կլիենտին չի պարտադրվում կառուցման քայլերի հաջորդ։ Կլիենտը, որ գալիս է տուն, մենք իրան չենք ասում, գիտեք, սկզբից խոհանոցն ենք ստեղծել, հետո պատշգամբը։ Կլիենտին դա չպիտի հետաքրքրի, իրան արդյունքն էր պետք։ Այդ արանքում builder օգնեց մեզ, մենք ավելի ռացիոնալ արտադրանք ստանանք։ Օպեն այդպեսի առաքելություն ունի, որ ինչ որ չափորոշիչներից, մաթեմատիկական օպտիմիզացիոն չափորոշիչներից դրանք քիչ ծախսել, կարճ ժամանակում արել եւ հուսալի կատարել։ Որը կլեդի հաջորդական իմացությունից օբյեկտի ներքին կատարման կառույցը, այսինքն ինչ հաջորդականությամբ է կատարվում։ Այդ դեպքում, երբեմն արագ եմ խոսում, միտքը կուլ է տալիս բառերը։ Դրա համար այսպես թերություն կա, սա ընդհանուր թերություն է, դուք հանկարծ շատ չներվեք, ուղղակի երբեմն միտքս եկան արագ առաջանք, չգիտեմ էլ ես ինչ անեմ։ Այդ դեպքում միևնույն արտադրանքի process-ի արդյունքը կարող է ստացվել տարբեր ներկայացումներով։ Էլ եմ ասում, այս ներկայացումը գոֆի ճիշտ չի, view չի։ Ներկայացում նշանակում է արդեն կատարման ներկայացում, կատարողի, builder-ի, կառուցողի ձևերից մեկը։ Պրարամ ջան, քո սխեմայում գրած է սենց, որը director անվանեցի։ Այսինքն տարբեր ներքին կառուցվածքով տարբերակներ, այսինքն շինարարը տարբեր ներքին կառուցվածքով տարբերակներ է վերցնում եւ կառույցը տեղի է ունենում։ Այսքանը builder-ը եւ ոչ միայն մենք builder-ը կապեցինք, այլև կարողացանք UML-ը կոդի հետ համատել եւ ամենակարևորը փիլիսոփայությամբ վերջացնենք։